Նյալ մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, սուրբ երիցի անունքո, եկեցի արկայություն քո, երիցին կամ քո, որպես երկինս և երկրիկ, ծած մեր հարաբազոր, դուրն մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողում մերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ կրկյազ մեզի չար է, Զիկոյ արկայություն և զորություն և պարկ հավիդյանս հավիդենից ամեն, իմասնություն հոր Իսուս, դուր ինձ իմասնություն, հսպարիս խորել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորորդոս, իպանից և ի կործոս, պրկյազիս և ողորմյա քո հարարածոս և ինձ բազմամերիս ամեն։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Դե հայրիկ որն էր, որ Հռոմեացիս նամակ 5-րդ գլխի 3-րդ համարից մինչև 5-րդ համարները։ Հռոմեացիս։ Ողջույն, բարի երեկո, հավատագից եղբայրներ և քույրեր, մենք ոչվեցանք Աստվածաշունչի բարեկամներ և դա ասված, որ այդ ոչումի նկատմամբ միշտ հավատարիմ մնանք, սիրելով Աստվածաշունչը և աստվածաշնչական ճշմարտությունները, որպեսզի կարողանանք մեր կյանքը արժևորել հավատքով և այդ հավատքը կարողանանք դրսևորել առաքինի ապրելակերպով։ Ինչպես իմացանք, այսօրվա մեր հոգևոր զրույցի թեման հույսի մասին է։ Պողոս առաքյալ ասում է, հույս ոչ ամաչեցության է, հույսը չի ամցնում։ Եվ դրա համար, երբ որ խոսում ենք հույսի մասին, բանը հարցանք, ինչ նշանակում է հույս, որովհետև ընդհանրապես մանավանդ նոր գդագարանի մեջ ավելի շեշտը տրված է հավատքի վրա։ Հիսուս միշտ հարց տալիս էր գավադաս, չէր ասում գհուսաս, որովհետև հույսը հավատքին բնական հետևանքն է։ Այսինքն, երբ որ մարդ ունի հաստատուն հույս, հաստատուն հավատք, այդ հաստատուն հավատքի բնական հետևանքն է հույս ունենալը։ Այսինքն, անհնար է մեկը հավատացյալ է, բայց անհույս է։ Իսկ եթե մարդ ապրում է հուսահատական հոգեվիճակ, նշանակում է, որ այդ հավատքի մեջ դադանում կա, դգարություն կա, տերացում կա։ Հետևաբար հույսը հավատքին հետ սերտ կապ ունի։ Եվ նույնիսկ կարանք ասել, որ խաչի ճանապարհից քայլելու մղիչ ուժը հավատն է։ Խաչի ճանապարհից քայլելու հավատարիմ ուղեկիցը, ընկերագիցը հույսն է։ Եվ խաչի ճանապարհից քայլելու ուղեցույցը կամ կարդեսը սերն է։ Ուրեմն մենք ունենք 3 առաքինություն, ինչպես Պողոս առաքյալ ասում է առաջին Կորինթացիս նամակի 12-րդ գլխի ավարտին, խոսում է այդ առաքինությունների մասին, ասելով հետևյալը։ Ուրեմն առաջին Կորինթացիս 12 ասում է, բայց դուք նախանցախնդիր եղեք լավագույն շնորհքներին եւ էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ։ Դրանից առաջ ուրեմն խոսում է առաքյալը 10-րդ գլուխ, ուրեմն արդ մնում են այս 3-ը՝ հավատք, հույս, սեր եւ սրանցից մեծագույնը սերն է։ Ուրեմն խոսում է առաքյալը հավատք, հույս, սեր, գներեք շփոթեցի առաջին Կորինթացիս 13-13-ի մեջ։ Ուրեմն ասում է արդ մնում են այս 3-ը՝ հավատք, հույս, սեր եւ սրանցից մեծագույնը սերն է։ Մենք երբ մգրդվեցանք ընկայրը ասած չէ, երեխան ուզում է հավատք, հույս, սեր։ Սուրբ Գրիգոր Դատևացի ասում է հավատքը հույսը սրբություն է, սերը սրբություն սրբոց է։ Ասում է հավատքը եւ հույսը երկ են, իսկ սերը երկ է։ Ուրեմն հավատքի ճանապարհը սկսում ենք հավատքով, շարունակում ենք հույսով, իսկ սերը մնում է հավիտյան,
որովհետև հավատք եւ հույսը կատարում են եւ որ անձը լինում է երկնքի արքայության ժառանգորդ։ Որ անձը լինում է երկնքի արքայության ժառանգորդ, հավատքի եւ հույսի գարիքը չկա, որով հավատքը հույսը իրենց բարդականությունները կատարեցին, բայց սերը մնում է ավիդյան, որովհետև երբ որ տեսնում են Քրիստոսի թեմ անտիման Աստծո թագավորության մեջ, այնտեղ սերը շարունակվելու է։ Դրա համար սերը ասում է անվախճան է։ Տեսեք մեր հարորական, մեր հաղորդական կյանքից անբաժան է հույսը։ Օրինակ, երբ որ մենք աղոթում ենք ննչեցյանների, հարազատների մխիթարության համար, կա մի աղոթք, անունը վերջին աղոթք ննչեցյալի դար մեջ։ Այդ աղոթքի մեջ ասում ենք քեզմով սկավորիր, ասում ենք դիրոջ քեզմով մխիթարիր սկավորները եւ բժշկիր ով դեռ նրանց դրդմության վերքը։ Ինչ ասում ենք բժշկիր նրանց դրդմության վերքը, հետո ասում ենք որբեսի քո парքի հասնելու հաստատուն հույսով առողջանան իրենց սուքի դրդմությունից։ Ուրեմն տեսեք մնացող մարդը, որ սկավոր է, անմիջական գարիք ունի հույսի, ինչու, որբեսի շարունակե իր կյանքի երթը Աստծո արքայության հասնելու վառ հույսով եւ նվիրական նպատակով։ Երեկոյան ժամերկության, երբ մենք աղոթում ենք Աստծուն, ասում ենք հաստատուն եւ անխախտ պահիր, ով դեռ հավատքի, հույսի եւ սիրո մեջ, ինչպես նաեւ քո պատվիրանների հնազանդության մեջ։ Ամեն երեկոյան ժամերկության այս աղոթքը կարդում ենք եւ ասում ենք հավելի մեզ դեր ամենագալ զավատ զույս սեր, այսինքն ավելացրու ով դեր ռազմաբատկիր ով դեր մեր հավատքը, հույսը եւ սերը։ Հետեւաբար այս երեք առաքինությունները եթե մենք չունենք մեր կյանքում, սա նշանակում է մեր քրիստոնեական ապրելակերպի մեջ խախտում մգա եւ դրա համար անհնար է պատկերացնել քրիստոնեական ապրելակերպ աստվածահաճո կյանք առանց այս երեք առաքինությունների՝ հավատքը, հույսը եւ սերը։ Ուրեմն երբ որ խոսում ենք հույսի մասին, ասացի, ուրեմն հույսը հավատքին հետևանքն է։ Երբ որ մարդ ունի հույս, երբ որ մարդ ունի հաստատուն հույս, նշանակում է ունի հաստատուն հավատ։ Գիտեք ինչի նման է Զարի երեք բաժինները՝ արմատ, գոճղ, ջյուղ։ Ուրեմն արմատը մարդու հոգևոր կյանքի հավատն է։ Գոճղը հույսն է։ Գիտեք, եթե ծարիմը գոճղը շատ հաստ է, գացինարողը դժվարություն ունենա ծառը դաբալելու։ Եվ հավատքի հոգևոր կյանքի ուրեմն արմատը հավատն է, գոճղը հույսն է, ջյուղը սերն է։ Իսկ բլուղը բարեբաշտ ապրելակերպն է։ Կամ ասենք բարեգործություն է։ Հետևաբար այն անձը, որ չունի հույս, ինքնասպան է։ Այն անձը, որ չունի հույս, սահմանապահում է իր կյանքը, գաշկանդում է իր կյանքը, չունի դրական պատկերացում, չունի բայզար մտահորիզոն, չունի սպասողական վիճակ, չունի Աստծուց փրկություն ակնկալելու այդ սպասողական վիճակը։ Հետևաբար կյանքը գերտնաբադիկ դաժան է եւ կյանքը մռայլ է այն անձի համար, որ երբեք չունի հույս։ Եվ մենք հավանաբար կյանքում ունենանք նեղություն, բայց երբ որ գա հուսահատություն, այդ նեղությունը վերածվում է ողբերգության։ Նույնն է սուքը, սկավոր մարդը, եթե չունի հույս, կյանքը ապրում է ողբերգությամբ, հուսահատական վիճակով, խորադխուր զգացումներով, անզսպելի ցավով։ Հետևաբար մենք որպես քրիստոնյաներ, մեզի համար կարևոր է հույսը, որովհետև դա նշան է մեր Քրիստոսի պատկանելու ինքնության։ Դա նշան է, որ մեր հավատքի ընթացքը ճիշտ է, խորքային է, վավերական է։ Ուրեմն, գիտեք, նավաբեդը, երբ որ նավարկում է, ունի հերատիտակ, չէ՞։ Հերվից նայում է։ Հերվից նայում է, թե մոտեցավ ծովեզերք, ուրեմն հույսով ապրող մարդը նման է այն նավաբեդի, որ ունի հերատիտակ։ Հերվից նայում է ծովեզերքը։ Դրա համար կա մեծ տարբերություն անհույսի եւ հուսացողի։ Անհույսը նայում է կյանքի ծովի ալեգոծություններին, վախենում է։ Հույսով ապրողը նայում է բարի նավաբեդին Քրիստոսի, քաչալերվում է։ Ինչպես որ մեր անցյալ հոգևոր զրույցին, որ խոսեցինք, Պետրոս նայեցավ, ալեգոծության վախեցավ, սկսեց ընդդեղմել, սուզվել։ Ուրեմն անհույսը նայում է խնդիրներին, դակնաբում է։ Հույսով ապրողը որոնում է լուծումներ։ Ուրեմն հույսով ապրիլ չի նշանակում գրավորական վիճակ, ծերնածալ, թիդողի տերագադար լալ, ոչ,
հույսով ապրիլ նշանակում է ես եւ դու անելու ենք մեր բարդականությունները, բայց նաեւ իմանանք, որ եթե այդ բարդականությունները ծանր են, դժվար դանելի բեր են, Աստված թեթևացնում է։ Այսինքն մենք ցանում ենք, ճրում ենք, Աստված աջեստում է։ Պողոս Արաքյալի խոսքն է։ Ուրեմն մարդը ունի անելիք։ Հանգարտ չգարձենք, հույսով ապրել նշանակում է խուսափել բարդականություններից, բարդավորություններից։ Եթե դենց է, կնշանակե ես զույլ եմ։ Եվ ինչպես գիտեք, զուլությունը ինչ է։ Մահացու մեղք է։ Հիշեցեք Սողոմոն իմաստունի խոսքը, ինչ ասում է։ Ասում է զույլի եւ բագասամիդի այքին կովեն անցա, ասում է, երկուսի մեջ ասում է փուշեր փուսած էին։ Ուրեմն ամենալավ այքին են, եթե հասնենք զույլ այգեբանի, մի տարի հետո պիտի տեսնենք այդ այգու մեջ չկա գեղեցկություն, չկա վայելչություն, այդտեղ փուշ կա, դադաս կա, բդուղ չկա, որով խնամք չկա։ Ուրեմն հույսով ապրիլ չի նշանակում ես կամ դու խուսափենք մեր բարդականություններից։ Հույսով ապրել նշանակում է հավատքի դարածքը ընդլայնենք, որ Աստծո շնորհքը ներկործի մեր կյանքի մեջ, որպեսզի մենք լինենք Քրիստոսի սերտ եւ հավատարիմ գործակիցները։ Ուրեմն երկուսը հիշենք, անհույսը նայում է ալեգոծություններին, վախենում է, հույսով ապրողը նայում է Քրիստոսի բարի նավաբեդի քաջալերվում է։ Անհույսը նայում է խնդիրներին, դակնաբում է, հույսով ապրողը որոնում է լուծումներ։ Եվ լուծումներ որոնելու միջոցներից մեկը աղոթք մատուցելն է։ Նաեւ անհույս եղողը նայում է սև ամբերին եւ ասում է օրերը սև են, իսկ հույսով ապրողը նայում է սև ամբերի ետի եղող արեկագին, որ անպայման պիտի ձակի։ Անհույսը նայում է խաչին, հիշում է դարաբանքը, հույսով ապրողը հիշում է հարության գիրագին։ Ասում է չէ, հարության գիրագի ալգա, կյանքը միան ավակ ուրբաթ չէ։ Անհույսը հիշում է մոտ նիվիրաբը, հույսով ապրողը հիշում է, որ գա ել նիվիրաբը։ Մենք դոնում ենք երկու դոները։ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդի, Սուրբի, բազմաչարչար Երանելի Հայրաբեդի մոտ նիվիրաբը, որ դարաբանքն է, խաչի ճանապարհն է, բայց հետո նաև գա ելքը, հաղթանակը, ավետապեր լուրը, ել նիվիրաբը։ Եվ դրա համար անհույսը ասում է կյանքը մոտ նիվիրաբ է միայն, իսկ հույսով ապրող ասում է չէ, ել նիվիրաբ ալգա։ Եվ ել նիվիրաբը ինք արդեն նաև հույսի դոն է։ Եվ մենք որպես քրիստոնյաներ մեզ համար մեծակույն դոնը որ գա Քրիստոսի հրաշափար հարության դոնն է։ Քրիստոսի հարությունը հաղթանակ է եւ հաղթությունը ուրախացնում է։ Եվ դրա համար հույսով ապրող մարդը ապրում է ուրախությամբ։ Մենք միշտ պայմանների նայելով ուզում ենք ուրախ ապրել։ Պայմանները լավ են, ուրախ ենք։ Պայմանները վատ են, դխուր ենք։ Միշտ փորձում ենք արտաքին աշխարհի նայելով մեր կեցվածքը որդեգրել։ Բայց իրականում ինչ ասում է Արաքյալը, հույսով ուրախացեք, նեղության մեջ համբերող եղեք եւ շարունակ աղոթեցեք։ Այսօր մարդիկ ինչու ուրախ չեն, բաժանները մեկը անհույս լինելն է։ Որովհետեւ երբ որ մարդ հույս չունի, բնականաբար նաեւ ուրախության արվեստը սովորելու պատրաստական չի։ Ուրախանալու աստեցի գործնական միջոցներից մեկը հույսով ապրելն է։ Իսկ անհույս մարդը առանց նեղության ապրում է դրդմությամբ, ապրում է վհատությամբ։ Ուրեմն դրա համար ուրախության դուրի բանալին հույսն է։ Ուրախության դուրի բանալին հույսն է։ Ուրեմն երբ որ մենք խոսում ենք հույսի մասին, հիշենք, որ ունենք Աստվածաշունչ մատյանը, որպես հույսի նամակ։ Ճիշտ է, Աստվածաշունչը հավատքի սրբազան մատյան է, բայց նաև Աստվածաշունչը հույս ներշնչող աստվածային հայտնություններ են։ Օրինակ, հիշենք, կոնե մի մեջբերում անեմ, ուրեմն Հռոմեացիս նամակի 15-րդ գլխի 4-րդ համարի մեջ լսենք Արաքյալը ինչ ասում է։ Ասում է 15-4 Հռոմեացիս, ինչ որ գրվել է, մեր սովորելու համար գրվել է։ Ուրեմն ինչ որ գրվել է Աստվածաշունչում, մեր սովորելու համար գրվել է, որպեսզի համբերությամբ եւ սուրբ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Ինչ ասում է, որպեսզի սուրբ գրքի, ինչի սուրբ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Ուրեմն մխիթարվում ենք Աստվածաշունչ կարդալով, ուրեմն ճիշտ կարդում ենք։ Իսկ եթե կարդում ենք Աստվածաշունչը բարձրապես որպես պատմական գիրք,
որպես խրադի գիրք, ուրեմն այդ հույսը չենք ընկալելու։ Բայց երբ որ գարտում ենք հույսի աչքերով, նաև ստանում ենք աստվածային մխիթարություն Սուրբ Գիրքի բերած քաջալերանքով։ Օրինակ Աչագոմյան ավազակը, որ հավատաց Հիսուսի, սա մեզ համար ինչ է։ Հույս տալիս է, որ Տեր Հիսուս Քրիստոս պատրաստական է ներելու խորասկած զղջում ունեցող եւ անգելզորեն խոստովանող մարդու մեղքը։ Ուրեմն տեսեք, մեր պատկերացումով ավազակը պետք է գնար դժոխք, որովհետև թաժան կյանք ապրել է, մեղք գործած է, բայց եւ այնպես Քրիստոս այդ մեկ բառը, որ ասաց սրդապուխ աղոթքը, հոգևոր ջերմերանդությամբ խոստովանությունը, այդ աղոթքը արդեն ընդունելի եղավ։ Ուրեմն Աստված ուզում է մեզանից պատրաստակամություն բրգության։ Եթե մենք ցանկանում ենք բրգությունը, Աստված դալիս է։ Դրա համար Քրիստոս չի ասում պիտի դրվի, խնդրեցեք եւ պիտի դրվի։ Խնդրեցեկը որու բարդականություն է։ Մեր պիտի դրվին Աստուծո անելիքն է։ Խնդրեցեք, մենք պիտի փնտրենք եւ պիտի գտնենք, Աստված հայտնում է։ Դուրը թագեք, մեր բարդականություն է։ Պիտի բացվի, Քրիստոս բացում է ողորմության դուրը։ Ուրեմն հանգարց մենք չգարձենք, որ ուրեմն անհույսը լավ նշանակում է միայն Աստծո գործը։ Մենք պետք է ուզենք, մենք պետք է ցանկություն ունենանք։ Եվ այդ ցանկություն ունենալը, խնդրելը ապացույց է, որ մեր մեջ կա ինչ հույս։ Որովհետև անհույսը ինչու խնդրե։ Ասում ես դադարդված եմ, ես մեղավոր եմ, ես ելքի ճամփա չունեմ։ Վերջ, ամեն ինչ ինձ համար անդունթի եզրը հասած եմ, բայց որ մարդ հույս ունի, աղոթում է հավատքով եւ պատասխան ստանալու ակնկալությամբ։ Ուրեմն հույսը նաեւ ինչի հետ կապ ունի։ Ակնկալությամբ։ Որովհետեւ հույսը հավատքի հետևանքն է եւ հուսացող մարդը նաեւ ակնկալում է։ Դրա համար երջանկայիշադակ Կարեկին առաջին կաթողիկոս հույսի մասին հետաքրքիր բացատրություն ունի։ Ասում է հույսը կերպնական առաքինություն է, որ մեզ մղում է սպասելու, ակնկալելու Աստուծուց բարություն եւ ամբողջացնում է ասելով, ասում է հույսը իրեն նրան հերագետ ունի Աստված եւ որպես նպատակագետ բարին։ Ուրեմն մարդու հերագետը Աստված է եւ նպատակագետը բարին է, եթե մարդ ունի հույս։ Մոտ է չէ հույս եւ լույս։ Եթե մարդ ունի հույս, նաեւ ունի լույս, եւ երբ որ չկա հույս, կյանքն է խավար։ Եվ ամենա հույսի առաջին նշույլը մենք կարդում ենք Աստվածաշունչ Մատթեանի մեջ, երբ որ Ծննդոց գիրքի ստեղծագործության պատմության մեջ, երբ որ կարդում ենք հետևյալը։ Տեսեք, Ծննդոց գիրք առաջին գլխի երկրորդ համարը։ Երկու բառեր կան շատ այսպես որոշ չափով մռայլ բառեր հուսահատեցնող։ Տեսեք ինչ ասում է. Երգիրն անձև ու անգազմ էր, խավար էր դիրում անհունի վրա, անձև էր, անգազմ էր, խավար էր դիրում։ Եվ հետո ամիջապես ինչ ասում է, Աստծո օգին շրջում էր ջրերի վրա, Սուրբ օգին։ Եվ հետո ինչ ասում է, եւ Աստված ասաց լույս թող լինի։ Ուրեմն Աստվածաշունչի առաջին բառերը հույս տալիս է, ասում է լույս թող լինի, լույս թող լինի, հույս թող լինի։ Ուրեմն տեսեք, երբ որ երկիրը անձև է, երբ որ երկիրը անգազմ է, խավարը բադաձեր, Աստծո օգին շրջում էր, Սուրբ օգին, ստեղծարար զորություն ունեցող Սուրբ օգին։ Դրա համար երբ որ գարտացինք Պողոս Արաքյալի նամակը, ինչ ասում է, հույսը չի ամաչեցնում բացատրություն կա, որովհետև Աստծո Սուրբ օգին մեր մեջ սփռված է։ Եվ ինչպես որ երջանկայիշադակ Շնուդա Պատրիարքը Ղրդիների հոգևոր պետը ասում է, որ ինչպես որ երկիրը անձև էր եւ անգազմ էր, հավանաբար քո ներաշխարհում անձև վիճակ կա եւ անգազմ վիճակ կա, բայց ասում է ինչպես որ Աստված դեսանելի աշխարհը ստեղծեց, կարգավիճակը բարձեց իր ստեղծարար միջամտությամբ, ասում է ուրեմն քո ներաշխարհում եթե ինչ որ անձև մի բան կա, եթե անգազմ մի վիճակ կա, Աստված նաև կարող է իր զորությամբ ներգործել քո ներաշխարհում
որպեսզի քո ներաշխարհում Քրիստոսի լույսը լինի։ Ուրեմն կարևոր է հույսը բոլոր մարդկանց համար, մանավանդ հիմա, երբ որ մենք նկատում ենք, որ աշխարհի մեջ ճարիք կա, մեղքերը շատանում են, երբեմն մարդիկ ճարիք երբ գործում են, հաջողանում են, ուրախությունը զգում են, ուրեմն ինչ ահավոր վիճակ է աշխարհի պատկերը, բայց հույս ունեցող մարդը կարող է բայկարել։ Ուրեմն նաև հույսը գաբ ունի բայկարի հետ։ Հույսը ուրեմն հավատքին հետևանքն է, այո, հույսով ապրողը ապրում է ակնկալությամբ Աստծուց ստանալու օգնություն, այո, եւ հույսով ապրող մարդը բայկարում է հաղթելու դեսիլքով։ Որովհետև չկա հաղթանակ առանց բայկարի եւ չկա հաղթանակի դեսիլք առանց հույսի։ Ուրեմն երբ որ մարդը ունի հույս, ասում է ես մենակ չեմ, ես նավակն եմ, աշխարհը մեղքով ալեգոծիալ զովն է, նեղությունները փոթորիկներն են, Քրիստոս բարի նավաբետն է, ինչքան էլ ալեգոծում ապրեն, անպայմանորեն Քրիստոս, որ խաղաղության իշխան է, կարող է խաղաղեցնել, հանդարտեցնել այդ տակնուգրա վիճակը եւ ալեգոծությունները եւ դակնապները, որ մենք ունենք։ Ուրեմն, երբ որ մարդ հույսով է, միշտ ունի ակնկալություն, երբ որ մարդ հույսով է, միշտ բայկարում է հաղթելու դեսիլքով եւ ինչ որ քիչ առաջ գարտացինք Հռոմեացիս 15:4 Սուրբ Գիրքի բերած քաչալերանքով հույս ունենանք։ Եկեղեցական հետևյալ ասում է. գա մեծ հույս ամենամեծ մեղավորին, որ գարտում է Աստվածաշունչ։ Եվ ասում է գա մեծ վտանգ ամենամեծ սուրբին, որ չի գարտում Աստվածաշունչ։ Ուրեմն երբ որ մենք Աստվածաշունչ գարտանք, պետք է ուրախ զգանք ոչ թե միայն այն առումով, որ հոգևոր գիտելիք ունեցանք, որոշ ճշմարտություններ սովորեցինք, այլ նաև մխիթարվեցինք, որովհետև Աստվածաշունչ մատյանը մարդու մխիթարում է, որովհետև Աստվածաշունչ կարդալով իմանում ենք, թե դեր Աստված, երբ որ իր միածին որդին ըրգեց, Հիսուս ընդունեց այն մարդկանց, որոնք ընկերության աչքին, հասարակության աչքին լքված, արհամարհված մարդիկ էին, Զաքիոս օրինակի համար, Մաքսաբեդ էր, չէ, դուր կկանցել, սիրված չէր, որովհետև նկատի առնված էր հրեաների կողմից իշխանության կորձագից հռոմեացիներու, նաև դուր կանցում էր եւ 3 բաշտոն օգտագործում էր, որ որոշ շաբով չարաշահումներ անի։ Բայց երբ որ ուզեց տեսնել Քրիստոսի, Քրիստոս ոչ միայն ուզեց տեսնել, այլև գնաց իր դունը այցելեց։ Եվ այցելության ավարտին, երբ որ Զաքիոս ասաց, եթե մեկը անիրաված եմ Քարաբադի քարոց հադուցանեմ, ինչ ասաց Հիսուս, այսօր այս դունը մերգվեց։ Եվ ինչ ասաց մեր Տերը, մարդու որդին եկավ գորածը փնտրելու եւ բրգելու։ Հետաքրքիր բան է գորածը։ Մարդկային առումով գորածը ով է, գորստյան մատնվոն է, չի ասում մարդու որդին եկավ դգարը բրգելու, չասաց Հիսուս մեր Տերը, մարդու որդին եկավ երբեմն սայթաքածին ազատելու, ասաց մարդու որդին եկավ գորածը, այսին գորստյան մատնվողը, ուրեմն սա մխիթարություն է մեզ համար, մխիթարություն է, գինը 12 տարի արյունահոսություն է դարաբող գինը, ամբողջ ունեցած ինչ արել էր, ծախած էր, որպեսի բժշկության մի ծև գտնե, բայց անհաջող դուրս եկած էր։ Դգարացած վիճակ եւ չմոռնանք նաեւ 12 տարի եթե մեկը դարաբում է նաեւ հոգեբես ինչ է։ Հոգեբես էլ դգարացած էր, այսինքն ուներ երկու խնդիր՝ ֆիզիկական դգարությունը, մարմնական հիվանդությունը, առավել հոգեգան, ասենք դարաբանքը, բայց ինք մոտեցավ Հիսուսի ակնկալությամբ մտով ինչ ասաց, եթե տիտամ հակոստի կղանցին կբժշկվեմ, ուրեմն այսքին ինչ ուներ, հույսա ուներ, ուրեմն հավատքի շարունակականությունը հույսն է, Պողոս Արաքյալ ասում է այդ հույսը մեր խարիսքն է աբահով և անշարժ, գիտեք խարիսկը չէ, զով են գցում, որ նավը ինչ լինի, գայուն լինի, գանկուն լինի, դրա համար Պողոս Արաքյալ ասում է այդ խարիսկը ասում է գծած ենք սրբություն սրբոցի ներսը, այսին փողանակ երգիրն է դելու, որտեղն է դել են, երգինք,
Գարտանք նամակը Եբրայեցիս նամակի 6-րդ գլխի մեջ Եբրայեցիս 6 Պողոս Արաքյալի խոսքն է ասում է Արաքյալը որովհետև երկու անփոխարինելի բաներով որոնք ցույց են տալիս որ անհնար է Աստված սուտ խոսի մենք հաստատուն մխիթարություն ունենք մենք որ ապավինելով գարչեցինք մեզ առաջարկված հույսից որը մեզ համար հաստատուն եւ անշարժ խարիսխ է որ թափանցում է վարակույրից ներս որտեղ մեզ համար մտավ նախագարաբեդը Հիսուսը ուրեմն տեսեք այդ հույսը ասում է հաստատուն է անշարժ խարիսխ է եւ թափանցում է վարակույրի ներսից այսինքն Աստծո սրբարանը ուրեմն այն մարդը որ հույս ունի չի նայում իր մարդկային արժանինքներին ինքն նայում է Աստծո սիրո իսկ մենք հագարանքն ենք անում մենք նայում ենք մեր արժանինքներին մեր հնարավորություններին մեր ունեցած կարողություններին եւ դրա համար մենք փրկության այդ սպասման վիճակի մեջ երբեմն դգարանում ենք հոգնում ենք մենք պետք է նայենք Աստծո սիրո ոչ թե մեր արժանինքներին որովհետեւ ոչ ոք կարող է արտարանալ Աստծո արչեւ բոլորս էլ միավոր ենք չկա արտար մարդ բայց երբ որ մենք հիշում ենք մեր մեղքը միաժամանակ պետք է ինչ անենք հիշենք Աստծո սերը եթե հիշենք միայն մեր մեղքը եւ չհիշենք Աստծո սերը հավանաբար չարի ինչ կանի մարդու ուսահատեցնում է հիմա Հիսուս ասում է Երանի սգավորներին որովհետեւ պիտի մխիթարվեն բայց ով է սգավորը սգավոր այն մարդն է որ ցավում է մեղքի համար բայց նաեւ ապավինում է Աստծո սիրույն եւ դրա համար եթե ուշադրությամբ գարտանք Սամոսները այդտեղ պիտի նկատենք որ ընդհանրապես Սամոսները դարաբաց մարդու աղոթներ են եւ այնտեղ հիշված է հույսի մասին բազմաթիվ առիթներով Դավիթ Սամոսերկուն միշտ էլ զորեղաբես շեշտում է այդ հույսի գաղափարի մասին տեսեք Սամոս 31 այսօրվա մեր գարտացած Հռոմեացիս 5-ի հետ կապ ունի ասում է հետևյալը ով դեր քեզի ուսացի հավիտյան պիտի չամճնամ եւ տեսեք Սամոսը ավարտում է ասելով գդրիչ եղեք ու ձեր սիրտը թող զորանա դուք ամենքդ որ Տերոջը գհուսակ այսինքն քաչ եղեք դուք որ Տիրոջ գհուսակ Սամոս 27-ը Դերը իմ հույսս ու փրկությունս է ես որ մե պիտի վախնամ ուրեմն վախնալու բաժաններից մեկ ինչն է Հույս չունենալը Տեսնեք մենք երբեմն շատ տետևագի մտածում ենք հույսի մասին բայց եթե մի քիչ փորձում ենք Աստծո խոսքով խորանալ նայում ենք որ մեր ապրած դգարությունների բաժաններից մեկը կողնե անհույս լինելն է ուրախություն չկա քանի հույս չկա վախ կա քանի որ մարդիկ հույս չունեն եւ երբ որ մարդը ունի հույս իր կյանքում կկարողանա նաեւ ապրել ներքին խաղաղությամբ որովհետեւ արաքյանները երբ որ վախեցան ալեգոզություններից հիշում եք ասացինք երկու ալեգոզություններ ծովի ալեգոզությունը եւ արաքյանների հոգեկան ալեգոզությունը դրա համար հիմա երբ որ նոր դարին կմոտիկանա մարդիկ միշտ ուզում են տեսնել բարեփոխված, դորոգված աշխարհ, բայց կարևորը մարդ ապրի ներքին փոփոխություն, ապաշխարությունը ինքը ինչն է ուրեմն, մարդու ներքին փոփոխությունն է, կարացած սրտի դեղ մարմնեղեն սիրտ լինի, խավարած մտքի դեղ լուսավոր միտք լինի, աշխարհիկ մտայնության փոխարեն հոգևոր մտայնություն լինի, որովհետեւ մարդու աշխարհայացքը լինի բարի, լինի լուսավոր եւ աստվածահաճո։ Հետևաբար սուրբերի յանքի մեջ նեղություն միշտ կար, բայց հույսն ալ կար։ Հույս ուրեմն իրենց մնայուն ընկերագիցներ։ Օրինակի համար, երբ որ
Եղիա մարգարեն, որ հետանոսների դեմ բայկար մղեց, այս նախանցախնդիր մարգարեն, հետաքրքիր թեփ կա, անցրև դեղալու հրաշքը։ Քանի՞երորդ անգամ երբ աղոթեց անցրև դեղած իջավ երկնքից, 7-րդ աղոթքին։ Ասում է 6 անգամ աղոթեց, բայց ոչ մի փոփոխություն կար։ Բայց 7-րդ անգամ երբ աղոթեց, Աստվածաշունչ ասում է մարդու թաթի նման հերվից ամպ գալիս էր, բայց Եղիա մարգարեն իր հավատքի շնորհիվ հաստատ համոզված էր, որ անպայմանորեն անցրև պիտի գա։ Դրա համար թագավորին ասաց, որ շուտով գնա, որով անցրև եղալվի։ Հետևաբար կտեսնեք, նախքան հրաշքը բադայիլը ինք արդեն ակնկալություն ուներ, որ Աստված գլսի մեր աղոթքի ցայնը եւ կպատասխանի իր կամքի շնորհիվ։ Կարար ասել երկրորդ խնդրանքն է, չի եղել։ Երրորդը, չորրորդը, 7-րդ անգամ երբ որ աղոթեց, այդ ժամանակ աղոթքը լսելի եղավ։ Ունենք մի ուրիշ մարգարե, Հովնան մարգարե, չէ՞, Գեդի փորի մեջ աղոթեց, զարմանալի դեղ է աղոթելու դեղ, հավանաբար մեկը եթե Գեդի փորի մեջ լինի, վախով Գաբրիև գասի երբ պիտի մեռնեմ, ոչ թե երբ պիտի բրգվեմ, գասի երբ պիտի մեռնեմ, ախուստս անհնար է գասի, բայց կտեսնեք, որ Հովնան մարգարեն ինք եւս աղոթեց հույսով բրգության հասնելու ակնկալությամբ։ Դրա համար բրգվեց, այո։ Տեսեք, գարտանք այդ աղոթքի բաժինը, որ շատ կարևոր է, տեսեք, Հովնանի աղոթքը երկրորդ գլխի մեջ ասում է. ու ես ըսի, Հովնան մարգարեն աղոթում է, քու աչքերուդ արջևեն վրընդվեցա, բայց տավագավին քու սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Ասում ես քու սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Գեդի փորի մեջ չի նայում, փակված է, բանդի մեջ է, բայց ասում է քու սուրբ տաճարիդ պիտի նայեմ։ Եվ իրոք ասված գազադի Հովնանի, երբ որ հետ գտա Գեդը եւ Հովնան մարգարեն Աստծո հայրական նախախնամության շնորհիվ ազո բրգարար միջամտության գազատվի ըստույկ մահվան վտանգից։ Հետևաբար սիրելիներ, հույսը մեզի համար շատ անհրաժեշտ է, որովհետև երբ որ մարդ կապրի հույսով կլինի լավադես, երբ որ մարդ ապրում է հույսով ցավը զգում է, բայց նաև գիտի համբերությամբ սպասել։ Մենք չգիտենք համբերությամբ սպասել, որովհետև շատ հաճախ հույսը բացակայ է մեր կյանքից։ Ուրեմն տեսեք, ապաշխարող հույսով պետք է ապաշխարի։ Եթե անցմ ապաշխարում է եւ ասում է արդյոք Աստված ինձ գների, նշանակե հույս չունի բրգության։ Որովհետև Աստված ինչ ասում է Պողոս առաքյալ Դիմոթեոսի գրած առաջին նամակի մեջ, ուզում է, Աստված կամենում է, որ բոլորը բրգվեն եւ ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Չի ասում որոշ մարդիկ, Աստված կամենում է, բոլորը բրգվեն եւ ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Դրա համար հավատամքին ինչ ասում ենք, որ հակս մեր մարդկան եւ վասը մեր օբրգության։ Ով է մեր մարդկանը։ Բոլոր սերունդների մեջ ապրող մարդիկ, աշխարհի բոլոր ծայրամասերում։ Ուրեմն սա ուրախալի է, բնականաբար, սա ասպոպարար է, բնականաբար, որովհետև Աստված ուզում է, որ մարդ ունենա հույս իր կյանքում, որովհետև ինչպես ասում եմ, անհույս մարդը հրաժարվում է նպատակներից, երազանքներից, ցկտումներից եւ անհույս մարդը ոչ միայն աբակա գերդելու, փայլուն աբակայի հասնելու երազանքը չունի, այլև ներկան ապրելու դրամատրություն չունի։ Դրա համար հույսով ապրող մարդը անսպար երանդ ունի, մշտանորոք կորով ունի, կորզելու կամք ունի, սերմանում է, բայց գիտի հունց կա, բայկարում է, բայց գիտի, որ Քրիստոսի հաղթական երթին մասնագից լինելու հնարավորություն կա, խաչից անցնում է, բայց գիտի հարության գերագի կա։ Ուրեմն դրա համար մենք աղոթում ենք հավատքով, բայց նաև աղոթելու ենք հույսով, որ մենք թիմում ենք Աստծուն եւ Աստված ինք գիտի, հարգելով Աստվածային ժամկետը, գիտի հարմարակույն ժամկետին միջամտել եւ մեր աղոթքին պատասխանել, Վերջապես, քանի գեդերում մեջ ուզում եմ ամփոփել եւ այսօրվա մեր
հոգևոր խորհրդածությունը ավարտին հասցնել։ Առաջին ինչպես կարող ենք հաստատուն հույս ունենալ։ Հաստատուն հույս, որովհետև հույսը պետք է, բայց հաստատուն հույսը կարևորը մարդ ունենա հաստատուն հույս։ Գիտեք ինչի կնմանի հաստատուն հույս ունեցող մարդը արմավի ձարին ասում եք խորմա, հայերենը արմավ է, չէ՞։ Արմավի ձարը։ Արմավի ձարը որտեղ լուփուսնի։ Անաբադում, չէ՞։ Անաբադը ինչպիսի դեր է։ Չոր, անայություն, բնակություն չկա, գիզիչ արև, մի խոսքով նվաստավոր պայմաններ չկան երբեք, բայց այդ արմավի ձարը մնում է կանաչազարդ եւ բդկադում։ Ուրեմն հույսով ապրող մարդը նման է արմավինի ձարի, որ լինում է կանաչազարդ։ Դրա համար արմավի ձարը անաբադի մեջ կամին ինչպես է։ Շատ զորավոր կամի կա, բայց այդ արմավի ձարերը գանկում մնում են եւ երբեմն ասում են արմավի ձարը նման է այն մարդու, որ ինքնավստահ այսպես ոտքի գայնել է։ Եթե բամն այս արմավի ձարի ոնց որ այսպես մի մարդ է այսպես զինվորի պես այսպես ինքնավստահ գայդար գանկում վիճակի մեջ է։ Աստծո խորհուրդն է, չէ, որ մենք էլ ինչքան էլ մեր կյանքում լինի ամայություն, անաբադային հոգևոր վիճակ, իմանանք, որ Աստված կարող է մեզ զարդարել մեր կյանքը, որ լինենք կանաչազարդ եւ բդղադում։ Ուրեմն հույսով հաստատուն մնալու համար քանի մը կարևոր ճշմարտություններ կան։ Առաջինը հիշել Աստված ամեն բանի կարող է։ Որովհետև ասում ենք ամենակարող Աստված։ Մենք հիշում ենք, որ մենք շատ բաներ, նույնիսկ մեզ համար երբեմն հնարավորը անհնար է, երբեմն մեզ համար, բայց Աստծո համար անհնարը հնարավոր է։ Եվ ինչ ասաց Գաբրիել հրեշտակ Աստվածամոր երբ երևցավ, իմացիր, որ Աստծո համար անհնար բան չկա։ Աստվածինը հավատք ուներ, Աստծո կամքին հանձնված էր, բայց այդ հրեշտակը նաև հիշեցուց, որ Տիրոջ համար անհնար բան չկա։ Հիմա մենք նայում ենք մեր կարողության, սահմանափակում ենք մեր կյանքը մեր հայեցողության, մեր դրամապանության, մեր դրամատության, մեր պատկերացումին, մենք պետք է նայենք Աստծո զորության, որպեսզի իմանանք, որ այսօր ինչ որ անհնար է, գուցե Աստված ուզում է, որ խոստովանենք մեր դգարությունը, որպեսզի Աստծո զորությունը գործե մեր կյանքում, որպեսզի չբարձենանք, այլ փառքը Աստծո վերակրենք։ Երկրորդ Աստծո ողորմածությունը։ Ողորմածությունը երկու նշանակություն ունի՝ բարիք անել եւ ներել։ Ասում ենք Աստծո բազումողորմ, չենք ասում միայն ողորմած, բազումողորմ առատ ողորմություն ունեցող։ Մարդը այսօր քեզ ներում է, վաղը հիշեցնում է քո սխալը։ Հավանաբարների, բայց մագերեսային, բայց Աստված վերջնական ներում է։ Ինչ ասում է Սամոս 103-ի մեջ։ Աստված ինչ անում է։ Նա մեր մեղքերի համեմատ հատուցում չարեց մեզի։ Ապա ինչ ասում է, բարեկուտ ողորմած է դերը երկայնամիտ եւ առատ ողորմությունով։ Ուրեմն Աստծո ողորմությունը նաեւ մեզ մխիթարում է, որ Աստված միշտ պատրաստական է մարդուն մեղքերու ներում շնորհելու պայմանով, որ մարդ ինչ անի, հուսա Աստծո։ Ուրեմն առաջինը Աստծո ամենակարող լինելը, երկու Աստծո ողորմությունը, երեք Աստծո արդարությունը։ Տեսեք Աստված արդարադատ է, Աստված համբերում է, ժամանակ տրամադրում է, արիտ տալիս է, սպասում է, բայց նաև կա ինչի օր, Թադաստանի օր, Աստվածային Թադաստանի օր կա, փախուս չկա, երբ է լինելու չգիտենք, բայց հաստատ կա, դա Աստծո փրկության ծրագրի մի կարևոր բաժին է։ Չորրորդը Աստծո սերը։ Երբ որ դու հիշում ես, որ Աստված սեր է եւ Աստված քեզ սիրում է, մխիթարվում ես, ուրախանում ես, խաղաղություն զգում ես, հանգստանում ես, բերդ տետևանում է, հիշում ես, որ Աստված ունի բարի դնորինություն,
բարի դնորինում իր կյանքում։ Մի սուրբ մաղոթքի մեջ ասում է, որ ով դեր ասում է շնորհիր, որ հաջողությունների ժամանակ չբարձենամ, ասում է, եւ ասում է իսկ ցախողության ժամանակ չվհադեմ։ Երկուքը վտանգավոր են։ Նույնքան վտանգավոր է, երբ որ մեկը հաջողում է, հբարդանում է, դա մեղք է, իսկ երբ որ մեկը ցախողում է, դգարությունը սկում է եւ հուսահատում է, նույնքան մեղք է։ Ինչպես հուսահատությունը մահացու մեղք է, նաեւ հուսահատությունը մահացու մեղք է։ Ինչու՞։ Որովհետեւ հուսահատ մարդը ոնց որ Աստծո ասում է դու ամենակարող ես։ Երբ որ անցը հուսահատ է, նշանակում է, որ կասկածում է, որ Աստված ամենակարող է կամ անսահման զորություն ունի։ Դրա համար բادرակի ժամանակ, երբ որ բادرակի չեգեյցականը ստգիհով ժողովրդին այում է ինչ ասում է Սուրբ Հաղորդյան, սա է կյանք, հույս, հարություն, կավություն եւ թողություն մեղած։ Ուրեմն տեսեք, ինչու ասում է ժողովրդին սա է կյանք, հույս, չէ որ բոլորս մեղավոր ենք, եւ երբ որ մեր մեղքերը մեզ հանդիմանում են, ցավ զգում ենք, որոշ չափով դրդմություն, բայց երբ որ քահանան հրճագում է Խորանից Աստծո ողորմությունը, Սուրբ Հաղորդության անմահական զորությունը, հրգարար աստեցությունը, ասում է սա է հույս, որովհետև եկեղեցին հիվանդանոց է, բժիշկը Քրիստոսն է, անմահության տեղը հաղորդություն է, ցավազրկիչը քարոզն է, հիվանդաբահները հրեշտակներն են եւ տեղակիրը նաեւ շարականներն են եւ քարոզները։ Հետևաբար ամեն հիվանդության հետ կապված բաժինները կան եկեղեցի մեջ։ Բժիշկը Քրիստոս, հիվանդանոց եկեղեցի, անմահության տեղը Սուրբ Հաղորդությունը, ցավազրկիչը քարոզը, տեղակիրը շարականները, հիվանդաբահները հրեշտակները, շտաբ օգնությունն էլ դուք եք, եթե մեկու անցիմը կարողացաք բերել եկեղեցի, որպեսզի առողջության մասնակցի։ Ուրեմն մենք կոնե լինենք շտաբ օգնություն, որպեսզի կարողանանք մարդկանց հիշեցնել, որ եկեղեցին երկնքի դեսպանատունն է երկրում։ Եթե ուզում ենք երկինք ճամփորդել, պետք է դիմենք դեսպանատուն, որ եկեղեցին է, որպեսզի կարողանանք այդ փրկության օրինական գործընթացի մեջ բաժին ունենալ Աստծո ողորմության։ Սիրելիներ, հույսի թեման այնքան շատ է, ուզում եմ եզրափակել վերջին դեպի հիշելով, վերջին բաժինը Աստծո խոստումները։ Աստծո խոստումը, նախքան աղոթքը հիշիր Աստծո խոստումները։ Հիշիր, Քրիստոս ասում է, ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ ձանրաբեռնվածներ, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ։ Հիշենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, խնդրեցեք եւ պիտի դրվի ձեզ։ Ուրեմն Աստծո խոստումները դրվել են մեզ, որովհետեւ խրախուսվենք, քաջալերվենք, հույսով լցվեն մեր սրտերը, աղոթենք ակնկալությամբ։ Նույնիսկ երբ որ չենք ստանում պատասխանը, հիշենք Եղիա մարգարեն, որ 7-րդ անգամ, երբ որ խնդրեց այն ադեն անցրև դեղած, որովհետեւ Աստծո արած օրհնությունները անցրևի նման դեղան երկնքից մեր կյանքում, որովհետեւ նախ մեր ներաշխարը Քրիստոսով պայծառագերբվի, մեր հայրենիքը շենանա բարգավաճի, մեր եկեղեցին պայծառանա, որովհետեւ մեր Աստվածահաստատ առաքելային եկեղեցին շարունակե իր Աստվածահաճո առաքելությունը հույս եւ լույս սփռելով եւ ամենասուրբ երրորդության համար գործելով։ Թող հույսը լինի մեր ընկերագիծը, մեր անբաժան ուղեկիցը մեր կյանքում, որովհետեւ դժվարությունների ժամանակ երբեք չհուսահատվենք եւ Սամոսի հետ ասենք, արդ էլ ինչու դրդում ես ով իմանցս, կամ ինչու դխում ես Աստծո ուսա խոստովանի ասելով Աստվածս իմ բրգիչս է։ Ամեն։